Խորհրդարանական հանձնաժողովներում պետբյուջեի ծախսերի ու եկամուտների քննարկումը հատում է եզրագիծը, իրավապահների հերթն է, քննչականն ու հակակոռուպցիոնն են եկել, երկու կառույցների բյուջեներն էլ հաջորդ տարի կավելանան։ Ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծով գործադիրն առաջարկում է հակակոռուպցիոնին տալ 3 միլիարդ 516 միլիոն 898 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 1.5% ավելի է։ Քննչականի բյուջեն էլ եկող տարի կլինի 19 միլիարդ 205 միլիոն 877 հազար դրամ, աճը 219 միլիոն 653 հազար դրամ, կամ 1.2%։ Հարգելի գործընկերներ, կան հարցեր ֆինանսական մասով։ Չկան հարցեր, պարոն Սիրունյան, շնորհակալություն, դուք կարող եք գնալ։ Ֆինանսական մասով հարցեր չկան, խոսափողին մոտենալու հերթը քննչական կոմիտեի նախագահինն է։ Աճը հիմնականում պայմանավորված է 2026 թվականի հունվարի 1-ից պահնորդական ծառայության ներդրումից աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով։ Բյուջեի հետ կապված հարցեր չկան նաև Արթուր Պողոսյանին, պատգամավորներն առայժմ կոնկրետ դեպքերով մեկնաբանությունների ակնկալիք ունեն քննչականի նախագահից։ Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում է Սամվել Կարապետյանի գործնի վերջո երբ են ուղարկելու դատարան, իսկ ինչպես ստացվեց, որ դատախազության համար Միքայել Սրբազանի հայտարարության մեջ հանցակազմ չկար, բայց քննչականն ամիսներ անց գտավ այն։ 811 քննիչներից 52-ին դուք ներգրավվել եք Սամվել Կարապետյանի գործի մեջ։ 52 քննիչ եք ներգրավել եւ գործը չեք կարողանում ուղարկել դատարան։ Ես կանխատեսում եի, որ դուք կասեք, որ այնտեղ փողերի լվացում կա, ծավալուն է գործը եւ այլն եւ այլն։ Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու հատվածը առանձին ուղարկեիք դատարան։ Միասնական մեղադրանք գոյություն ունի, երբ որ մեղադրանք եք ներկայացնում, օրենսդիրը մի մեխանիզմ է նախատեսել։ Չենք կարող մեղադրանքը օրենսդրական ընդհանրապես հնարավորություն գոյություն չունի։ Չենք կարող տրոհել մի հոդվածը, մեղադրանքը տրոհել մի մասով ուղարկել դատարան, մի մասով շարունակել նախաքննությունը։ Ու հենց այստեղ կալանքների մասին Հայաստանի քրեակատարողականներում ավելի շատ կալանավորված կա, քան դատապարտյալ։ Թվերը մտահոգիչ են նաև արդարադատության նախարարության համար։ Քննչականի նախագահը տեղեկացնում է 16.4% կալանքի միջնորդությունները նվազել են։ Ընդդիմադիր պատիվ ունեմից սակայն քննչականի ղեկավարին խորհրդանշական նվեր են բերել ձեռնաշղթաներ։ Ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի դա ամենաճիշտ որոշումը չէ։ Նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանն ընդհատում է Թովմասյանին բյուջետային հայտի քննարկման օրակարգից թույլ է տվել շեղվել, բայց իր խոսքով սա չի նշանակում, որ նիստը պետք է վերածվի իրավապահ կառույցների դեմ ֆլեշմոբերի։ Ես որ խնդրում եմ ձեռնաշղթան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը։ Խնդրում եմ։ Այս նվերը ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարագրման ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն կուղորդի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն։ Քննչականի նախագահը պատգամավորի սեղանից նվերը չի տանի, արձագանքն էլ կարճ։ Ինձ նվեր պետք չի։ Առավել եւս այդ խաղալիքը ես դրա իսկականն ունեմ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։